Ծառուկյան դաշինքի ցուցակն այլևս պատրաստ է։ Որոշված են ովքեր են խորհրդարան անցնել։ Բայց դուք եք այդքան անհանգստացած, ես մի հատ հարցը։ Մենք բացարձակ անհանգստացած չենք։ Ամենակարևորը իմ թիմը անհանգստացած չի, բոլորն էլ գիտեմ, բոլորն էլ իմ թիմագիստերն են, բոլորն էլ շատ հարգում եմ, ամեն մեկն էլ բոլորից էլ շատ շնորհակալ եմ, բոլորը իրենց աշխատանքները կատարում։ Սպասում են ստրեսի մեջ են, չգիտեն ով է անցնելու։ Ստրեսի մեջ լրագրողներն են, ձեր ցավը տանեմ իրենք շատ հանգիստ իրաստերը գիտեն։ Խորհրդան գալու եք, թե նորից բացակայելու եք։ Բայց ես երբ եմ բացակի աշխատանքի։ Միշտ ներկա եք եղել։ Այժմ նիստերի Դա ժամանակը կտեսնենք։ Ծառուկյան Նապոլեոն Ազիզյանն էր անհանգստացած իր թորի համար, ինչ կասեք այս մասին։ Նորից ասեք։ Նապոլեոն Ազիզյանը։ Նապոլեոն Ազիզյանը մեր հարգարժան գործընկերն է, հարգարժան մարդ է, իր առողջական վիճակին կոչվում, ամենից նորմալ է, պրոստը որ դուք այդքան ջանակ ստանաք, մարդու իմացան մեջ չտնեք, դուք իրա երևի հարցազրույցները կարդացեք։ Կանխատեսում եք, որ նման արդյունք է լինելու։ Կանխատեսում եք, որ նման արդյունք է լինելու։ Ուրեմն մենք կանխատեսում ենք, որ շատ լավ արդյունքներ պետք է լինի, քանի որ մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, առաջարկը, մոտեցումը, կետերի փոփոխությունը, բայց ես առանձնապես իմ ժողովրդի ցավը տանեմ եւ ձան տվողներից եմ գոհ եւ չտվողներից, ամեն մարդ ինքն է իր ճակատագիրը որոշում իր ապագան։ Այնպես որ ես ասել եմ, ելի ժողովրդի կողքին կանգնած եմ ինձ ասել։ Ինչ տվել են դա է։ Ընդդիմություն եք լինելու, խորհրդարանում ընդդիմություն եք լինելու, պարոն Երեսկույն ջան, հիմա տեսակ որ ընդդիմություն ենք, այո, թե ոչ, ընդդիմությունը միայն ցեղ շփրտելը չի, այլ պետք է կարողանան մարդիկ գործ կատարել, որ մարդկանց կյանքում բան փոխվի, ձեր ցավը տանեմ, ձեր բնավորությունը թարք տվեք, ամենակարևորը բոլորդ այս երկրում եք ապրում, ցեղ շփրտելով, մարդկանց վիրավորելով, դա ոչ երկիր է կառուցում, ոչ էլ մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանք է ապահովում։ Ինչ եք ասում։ Կոալիցիա։ Ինչ ասեցիք։ Ուրեմն սիրելի լրագրողներ, ես ձեզ ասեցի, երբ որ Ծառուկյան դաշինքը կտաներ 50+1, այդ ներդրումը անմիջապես կլներ։ Դուք տեսաք եւ երաշխավորները եւ իմ ամբողջ աշխարհում գործընկերները, դա դեռ մեկն էր։ Բոլորն էլ ցանկանում են, բայց ասենք ես երաշխիք չունեմ, այդ պատասխանատվության տակ մտնելու։ Մեր հարգարժան ժողովուրդն էլ մեզ տվեց 30%, 29%, դա կմնա արդեն մյուս ընտրությանը։ Պարոն Ծառուկյան որոշվել է ով է լինելու փոխնախագահը։ Դեռ ոչ մի բան չի որոշվել եղբայր ջան, որովհետև դեռ սահմանական դատարանում են, բոլորը